Լուսանը լատիշական հեքիաթ։ Լինում են չեն լինում, մի քույր ու մի եղբայր են լինում։ Նրանք ապրում էին խորթ մոր մոտ, որը նրանց տանջում էր ու սոված պահում։ Ու նրանք որոշում են փախչել խորթ մորից։ Մի մութ գիշերով հեռանում են տնից։ Գնում են անտառներով ու դաշտերով։ Մեկ էլ եղբայրն ասում է քրոջը. «Ահ քույրիկ, շատ եմ ծարավել, ինչ կլինի, որ խմեմ կովի կճղակի հետքի ջուրը»։ «Չէ, եղբայրս, մի խմիր», խնդրում է նրան քույրը, «թե չէ հորթ կդառնաս»։ Ախր մեր խորթ մայրը կախարդել է այդ հետքի ջուրը։ Եղբայրը լսում է նրան ու չի խմում ջուրը։ Նրանք շարունակում են ճանապարհը։ Քաղցը տանջում է նրանց, իսկ ծարավը էլ ավելի շատ։ Ճանապարհի եզրին շուտով տեսնում են ձիու սմբակի հետքեր, իսկ մեջը ջուր։ Եղբայրը նորից է ուզում խմել այդ ջուրը, իսկ քույրը նորից չի թողնում։ «Մի խմիր, եղբայրս, ձիու քուրակ կդառնաս»։ Շատ էր ուզում նա ջուր խմել, բայց նորից է զսպում իրեն։ Նրանք առաջ են գնում, իսկ ծարավն ու քաղցը ավելի սաստիկ են տանջում նրանց։ Ճանապարհի եզրին եղբայրը այս անգամ տեսնում է ոչխարի հետք և այլևս չի դիմանում։ Կռանում խմում է նրա միջի ջուրը և անմիջապես դառնում է ոսկե պոզերով գառնուկ։ Քույրը շատ է տխրում, ժապավեն է կապում գառնուկի վզին ու նրանք շարունակում են ճանապարհը։ Գնում ու հասնում մի մեծ այգու, որը աճում էր մի հարուստի պալատի շուրջը։ Աղջիկը մի քիչ հանգստանում է այգում և գնում հարուստի պալատը։ Պարոնին շատ է դուր գալիս այդ աղջիկը, և նա որոշում է աղջկան վերցնել դաստիարակել։ Աղջիկը սովորում է ամենալավ դպրոցներում, իսկ երբ մեծանում է, հարուստն ամուսնանում է նրա հետ։ Նրանք շատ երջանիկ են ապրում, բայց պառավ խորթ մորը դա դուր չի գալիս և որոշում է խանգարել նրանց։ Մի անգամ հարուստը ճանապարհվում է հեռու երկրներ, իսկ այդ ընթացքում նրա երիտասարդ կինը տղա է ունենում։ Նա հիվանդ պառկած է լինում, երբ հանկարծ հայտնվում է խորթ մայրը և խոստանում է բուժել։ Տաքացնում է բաղնիքը և երիտասարդ կնոջը տանում լողացնելու։ Իսկ հենց որ բաղնիքից դուրս են գալիս, պառավը աղջկա վրա է գցում լուսանի մորթին ու ասում. «Լուսան դարձիր և ամբողջ կյանքումդ անտառում թափառիր»։ Ջահել կինը իսկույն դառնում է լուսան ու փախչում անտառ։ Իսկ պառավը բերում է իր աղջկան և պառկեցնում երիտասարդ կնոջ անկողնում։ Հարուստը վերադառնում է տուն, ուզում է տեսնել կնոջը, բայց պառավը չի թողնում։ Չի կարելի նրան անհանգստացնել, նա շատ ծանր հիվանդ է։ Հարուստը չի անհանգստացնում կնոջը, բայց վշտանում է, թե ինչու է փոքրիկը շարունակ ճչում, ու մի անգամ գառնուկն ասում է ծառային. «Փոքրիկին կապիր պոզերիցս, որ ես նրան մի քիչ ման տամ»։ Ծառան երեխային կապում է գառան պոզերից, իսկ գառնուկը վազում է անտառի բացատը, խարույկ է վառում ու կանչում. «Լուսան, այ լուսան, քո երեխան լաց է լինում, ամուսինդ տնքում է խորը»։ Լուսանը վազում գալիս է ամբողջովին ցողոտ, վրայից դեն է նետում լուսանի մորթին ու գառնուկը ճանաչում է իր քույրիկին։ Նա կերակրում է երեխային ու ասում. «Եղբայրս, վաղը ավելի բարձր կանչիր ինձ, ես հեռու ու անտառում կլինեմ»։ Նա երեխային նորից կապում է գառնուկի պոզերին, հագնում լուսանի մորթին ու վազում անտառ։ Իսկ գառնուկը տուն է բերում երեխային։ Ամբողջ օրը երեխան քնում է, իսկ երեկոյան նորից սկսում է ճչալ, լաց լինել։ Գառնուկը նորից է խնդրում, որ երեխային կապեն իր պոզերից։
Ծառան երեխային կապում է գարան պոզերից և նրա ետևից ինքն էլ է անտառ գնում։ Բացատում գառնուկը խարույկ է վառում և նորից կանչում է. «Լուսան, այ Լուսան, քո երեխան լաց է լինում, ամուսինդ տնքում է խոր»։ Վազելով գալիս է Լուսանը, ամբողջովին ցողոտ, վրայից դեն է նետում Լուսանի մորթին ու ասում. «Եղբայրս, վաղը վերջին օրն է, ես այլևս չեմ գա»։ Նա կերակրում է երեխային ու նորից անտառ վազում, իսկ գառնուկը երեխային տուն է բերում։ Ամբողջ օրը երեխան քնում է, իսկ երեկոյան կողմ նորից սկսում է ճչալ։ Քիչ է մնում պայթի։ Գառնուկը նորից է խնդրում ծառային, որ երեխային կապի իր պոզերից, իբր ուզում է ման տալ նրան։ Երեխան հանգստանում է, ու գառնուկը նրա հետ վազում է անտառ։ Իսկ ծառան կանչում է հարուստ ամուսնուն և նրան բերում է անտառ, որ տեսնի իր կնոջը։ Նրանք գալիս են անտառի բացատը, և պարոնը տեսնում է, թե ինչպես է գառնուկը կանչում իր քրոջը։ Վազելով գալիս է քույրը, հոգնած, ամբողջապես ցողաթաթախ։ Վրայից գցում է Լուսանի մորթին և հարուստը ճանաչում է իր կնոջը, բռնում է նրա ուսերից ու պահում։ Ինչ սարսափելի գազան ասես, որ կինը չի դառնում, բայց ամուսինը նրան բաց չի թողնում։ Վերջապես կինը դառնում է մի չոր ճյուղ։ Հարուստը ջարդում է ճյուղը և գցում ուսի վրայից։ Հետո շրջվում է և տեսնում իր կնոջը։ Նրանք երջանիկ վերադառնում են տուն, և հարուստն իսկույն հրամայում է սպանել չար վհուկին ու նրա աղջկան։ Ու հենց որ սպանում են պառավ վհուկին, վերանում են նրա բոլոր կախարդանքները, գառնուկը նորից մարդ է դառնում։ Պարոնը մեծ քեֆ է սարքում, ու բոլորը ուրախ ու երջանիկ ապրում են միասին ու մինչև հիմա։